Կտրիչը պետք է հեռանա, պետք է թողնի այդ գահը կաթողիկոսական, որը 99 թվականի հոկտեմբերի 27-ին հայտնի հանգամանքներում զբաղեցրեց։ Ուղիղ 36 տարի առաջ, ինչքան է գալիս, թե 26 տարի առաջ։ 26 տարի առաջ։ Ուղիղ 26 տարի առաջ նա ոչ արդար պայմաններում, ոչ մրցակցային պայմաններում, խայտառակ խախտումներով կարգվեց որպես կաթողիկոս։ Եվ ոնց որ կարգվեց, տենց էլ շարունակեց պաշտոնավարել, սերտաճելով քրեա օլիգարխիայի հետ։ Նախ Ռոբերտ Քոչարյանի օրոք, հետո Սերժ Սարգսյանի օրոք։ Եվ մենք տեսնում ենք ինչ արատներ զարգացան իր պաշտոնավարման օրոք հայ առաքելական եկեղեցուն։ Դա վերաբերում է յուրաքանչյուր քաղաքացու, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, որտեղ անկախ նրանից հավատացյալ է, հավատացյալ չի, ինչ հավատ ունի, առաքելական եկեղեցու հետևորդ է, թե ասենք բողոքական է կամ կաթոլիկ է կամ որևէ այլ հավատի կամ ագնոստիկ է կամ աթեիստ է, բոլորին վերաբերում է այն, ինչ կատարվում է այսօր հայ առաքելական եկեղեցում, որտեղ հայ առաքելական եկեղեցին դարձել է գործիք ռուսական կայսրության ձեռքում Հայաստանի Հանրապետության դեմ եւ Հայաստանի քաղաքացիների դեմ։ Հիբրիդային պատերազմում են օգտագործում, ներքաղաքական պայքարում են օգտագործում, ամեն ինչում օգտագործում են։ Մենք տեսնում ենք նույն նարատիվները, որ տարածում է եկեղեցին, ինչ որ Կրեմլին է տարածում։ Եվ մենք տեսնում ենք նաեւ աջակցությունը Կրեմլի եկեղեցուն, որ նաև հեղափոխությունից հետո է արտահայտվել, ես դրա մասին խոսել եմ, եւ Պուտինի անմիջական միջնորդությամբ է, որ ուրեմն Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի աջակցել հայտնի շարժմանը Նոր Հայաստան, Նոր Հանրապետ, որով պետք է նաև եկեղեցում փոփոխություններ լինեն։ Ամբողջ երկրում փոփոխություններ եղան բացի եկեղեցուց։ Կոնսերվացրեցին նախկին քրեա օլիգարխիան, որ գոնե այդտեղ իր դիրքերը պահպանի, որ Ռուսաստանը գոնե այդտեղ իր դիրքերը պահպանի։ Մեկ էլ դատական համակարգն է մասամբ, որ դեռ դանդաղ են կարողանում վերափոխել եւ մի զգալի մասը դատավորների էլի ենթարկվում են նախկիններին։ Հիմա այս վիճակում շատ վտանգավոր է մտնել նախընտրական փուլ, այսպիսի արատավոր համակարգ ունեցող ինստիտուտով, ազգային ինստիտուտով, ինչպիսին հայ առաքելական եկեղեցին է։ Ուստի պետք է լուծում գտնվի եւ լուծումը կտրիչի հեռանալն է։ Ինչպես Ինչպես է արդեն վերաբերում է այն մեթոդաբանությանը, որը որ իշխանությունն է փորձում կիրառել եւ ես նաեւ մեր վերլուծաբաններից լսեցի Հրայր Մանուկյանի առաջարկը, շատ հետաքրքիր էր։ Ինքը քաղաքագետ է եւ եվրոպական լավագույն բուհերում է նաեւ դասավանդում։ Ինքը ասում է, որ կարեւոր է ժողովրդի կողմից ճանաչումը, հատկապես այսպիսի ինստիտուտի ղեկավարի դեպքում ճանաչումը առանցքային հանգամանք է։ Այսինքն հայ ժողովուրդը ճանաչում է այս մարդուն որպես կաթողիկոս, թե չէ։ Ինչ որ ձևով դա պետք է պարզվի։ Ինչպես է չափվում այդ ճանաչումը։ Հիմա ասեմ, օրինակ, երբ որ ինչ որ քաղաքական ուժ կոչ է անում, որ գնանք պաշտպանենք կաթողիկոսին եւ այլն, եւ 7000 մարդ են ընդամենը այդ կոչով կարողանում հավաքել տանել Էջմիածին, 7-ն էլ չի տանում բնականաբար դա կեսը զորով տարա, բայց այդ 7000-ն էլ ոնց է հավաքում, հետո պարզվում է ձայնագրություններից 10000 դրամ կաշառքներով։ Ներողություն, քաղաքական ուժ ասեցիք դուք, բայց խոսքը գնում է ժողովրդի մասին։ Եթե քաղաքական ուժն է դա Դե ինչ որ մեկը պետք է կազմակերպի։ Ինչ որ մեկը պետք է կազմակերպի, կամ քաղաքական ուժը պետք է կազմակերպի, կամ եկեղեցին ինքը պետք է կազմակերպի։ Եկեղեցին ինքը բարբերաբար փորձում է կազմակերպել։ Այդ թվում, երբ որ Աչապահյանը վազեց գնաց Էջմիածին, որ իբր այնտեղ կարողանա պատսպարվի, տեսանք, չէ, մարդիկ գիտեին, որ ինքը այնտեղ է, ոչ մեկ չգնաց իրեն պաշտպանելու, մի քանի տասնյակ հոգուց բացի։ Նույնը տեղի ունեցավ նաև հայտնի այդ զանգեր ղողանջել եւ այլ Գյումրիում, երբ որ Վարդանիկին գնաց ուրեմն հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալելու, զանգերը ղողանջեցին, ասենք եկեղեցին սկսեց զանգեր, այսինքն ամեն կրիմինալի համար եկեղեցին զանգեր է ղողանջում եւ ժողովուրդը չի գնում պաշտպանելու։ Բացի այդ Վարդանիկի շրջապատից էլի մի քանի տասնյակ հոգուց ոչ մեկ չգնաց պաշտպանելու, այսինքն ժողովուրդը չի ճանաչում այդ մարդկանց որպես հեղինակություն։ Ոչ ճակերտավոր Սուրբ Վարդանիկին, ոչ էլ այն մնացած կեղծ, ուրեմն պաշտոնյաներին եկեղեցում։ Եկեղեցում կան նորմալ հոգևորականներ, որոնք որ իրենց տեղում են,
եւ որոնք արդեն սկսել են ըմբոստանալ եւ շատ լավ է վերջապես ձայները լսեցինք, որ ըմբոստանում են, որտեղ տեսան, որ կա նաեւ հանրային պահանջ այդ ըմբոստացման եւ եկեղեցու արատները ներկայացնելու հասարակությանը, գիտեք, այդ որ ասում է եկեղեցու ներքին գործերն է, ինչ կուզենք կանենք, այդպես չի կարող լինել։ Դա քրեակատարողական հիմնարկ չի նույնիսկ, չնայած այնտեղ էլ ինչ ուզեն անել, ուրեմն չի անցնում։ Հասարակության առջև բոլորը հաշվետու են, որտեղ հասարակությունը նաև հավատացյալներին է վերաբերում, բայց ելի եմ ասում, նաև վերաբերում է յուրաքանչյուր քաղաքացուն։ Յուրաքանչյուր քաղաքացի ուզում է իմանա, այդ եկեղեցին հայ ժողովրդի շահերն է սպասարկում այսօր, թե այդ ինստիտուտը զավթված է մի խումբ մարդկանց կողմից, որոնք որ լրիվ Հայաստանի դեմ են գործում։ Բա յուրաքանչյուրիս է վերաբերում, եթե կարողանալու են ռևանշ կազմակերպեն Կրեմլի կրիոնկոները հայ ժողովրդի դեմ եւ եկեղեցուն դրա մեջ օգտագործելու են, բա քաղաքացիները չիմանան, հնարավոր է դա անել, թե պետքա կանխել դա։ Հիմա իշխանությունը փորձում է դա կանխի։ Եվ շատ լավ է անում, որ փորձում է կանխի, լավ է անում, որ աջակցում է այն հոգևորականներին, որոնք որ ուզում են մաքրեն եկեղեցին այս արատներից եւ այդ արատների կրողներից, կոռուպցիայից սկսած, միջև էլի եմ ասում օտար շահերին սպասարկումը, հա։ Էլ բարոյական դաշտերն, սեռական բաների մեջ սկի չեմ էլ ուզում մտնել, հա, որտեվ դա արդեն կուսակրոն քահանաների համար արդեն պրակտիկա է դարձել, անկախ նրանից ով ինչ սեռական կողմնորոշում ունի, հարցը այդ չի։ Եվ լավ է, որ վարչապետը շեշտադրում արեց, որ կուսակրոն քահանան, որ հրաժարվել է սեռական կյանքից ընդհանրապես, նվիրել է իրեն եկեղեցուն։ Այդ ոնց է աճ ու ձախ ինչ որ լուրեր ենք իմանում, մեկը սիրուհիներ ունի, մեկը սիրածներ ունի, մեկը աղջիկ ունի, մեկը էս ունի, այն ունի, գնացեք բան արեք էլի, հենց կիսակրիմինալ սխոդկայի մասնակիցներ եք դուք, ոչ թե բան, այդ նաև կրիմինալ ձեր պահվածքը հաշվի առնելով, կոռուպցիոն ձեր կապերը հաշվի առնելով, ոչ թե կուսակրոն քահանաներ եք։ Եթե լուրերը տարածվում են եւ չեն հերքվում, այսինքն ով չգիտի, որ կաթողիկոսը կին ունի, աղջիկ ունի։ Հա, լուրերը, հիմա կարող ենք ասել լուրերը, այդ չեն կարող ապացուցել, ոչ չեն կարող ապացուցել։ Ինչու չեն կարող, հենց է դա։ Բոլորը գիտեն, որ ապացուցել։ Կարող ենք, հասցեով գիտենք, այդ մարդը ով է նույնիսկ գիտենք։ Իր աղջիկը գիտենք ով է։ Գիտենք ինչ է տիրապետում, ինչ խանութ ունի, որտեղ աշխատում։ Լավ, գործակալ լինելու փաստը։ Եզրաստի մասին վարչապետը ասեց։ Իսկ հոգևորականները այդ թվում այս պարոնի գավազանակիրը, կտրիչի գավազանակիրը նախքին Խորեն Սրբազանը, որը որ հիմա արտասահմանում է հիմնականում բնակվում, ինքը ասում է, որ հենց Գարեգինին դուրս են հանել Գերմանիայից, արտաքսել են ժամանակին, երբ որ ինքն դե սովորում էր KGB-ի հետ կապերի համար։ Կներեք, բայց ով չգիտի, որ KGB-ն օգտագործել է եկեղեցին, դա արդեն բաց արխիվներից մեզ հայտնի է, ոչ միայն հայ առաքելական եկեղեցուն, ուկրաինական եկեղեցուն, Մերձբալթյան բոլորին էլ օգտագործել է որպես արտասահմանում գործակալներ, տանող բերողներ, ինֆորմացիա, փաթեթներ, տանող բերողներ։ Հիմա ընդամենը հաստատվում է, այս մարդիկ մենակ խորեն չէր, նաև էլի մարդիկ կան, եկեղեցականներ ասում են, հա, մենք գիտենք, որ ժամանակին ինչ որ փաթեթներ էր KGB-ն տալիս, ասում էր կտանես, այսինչ մարդուն կտաս, որովհետև որևէ հոգևորականի դուրս չեն էլ թույլ տա գնար, չէին թույլ տա դուրս գնար, եթե իրենց գործակալը չէր։ Բայց իրանք ինչ են ուզում։ Ուզում են անպայման լյուստրացիա լինի, այդ աշխարհով մեկ մի հատ ալիք դուրս գա այս խայտարակության մասին։ Դե արդեն աշխարհը տեսնում է, օրինակ Փաշինյանի վերջի ելույթը աշխարհը չէր լսում։ Հələ ընդամենը Էզրասի մասին է խոսքը։ Իրանց պետքա որ անպայման այդ լրիվ եպիսկոպոսած խավի 50, 60, 70, 90%-ը պարզվի, որ KGB-շնիկ են եղել, որ նոր գոհլն են։ Ախր դա այնքան հեշտ է, այդպես չի, որ ասում են արխիվները տարել են KGB-ն ժամանակին 93 թվականին KGB-ն ստեղից եկավ իր սովետական արխիվները տարավ, թե այն ժամանակ ընչի Լևոն Տեր-Պետրոսյանն ու Դավիթ Շահնազարյան թույլ տվեցին, դա էլ իրենց կհարցնեք։ Տարան, հա, չնայած ինչ որ բաներ ամեն դեպքում մնացել է, բայց հոմենակ այդ արխիվները չի։ Կան նաև աշխատակիցներ այդ համակարգի, որոնք դեռ ողջ են շատերը եւ որոնք կարող են վկայություններ տան։ Կան մեր գործընկեր արևմտյան երկրների, որոնք նախկին սոցճամբարի անդամներ են եղել, հետխորհրդային երկրներ են եղել, ոնց որ բալթյան երկրները, այդտեղի արխիվները կան, այդտեղի վկայությունները կան։ Վերջի վերջով պատահական չի, չէ, որ տարբեր երկրներում նախկին KGB-ի գործակալները բացահայտումներ են անում, այդ թվում Հայաստանի մասով։ Լիտվինենկոն երբ որ ասում է, որ Գերեուն է կազմակերպել հոկտեմբերի 27-ի սպանդը, պատահական հո չի։ Երբ որ Կալուգինը ասում է, ոնց են դաշնակցությանը իրանք վերբով կարե վերնախավին, հո դա բան չի, այդ ինչի ուրիշ տեղերի մասին չասեցին, հենց դաշնակցության մասին, հատուկ ուզում են վնաս տային դաշնակցությանը, դաշնակցությունը մի հատ բյուրեղի ազգային կառույց է, ինչ որ Կալուգին որոշել է այդ բյուրեղի ազգային կառույցին վնաս տալ, կեղծ ինչ որ տեղեկություններ տան սուտ ասի, ոչ, մարդը ինչ ունեցել է ինֆորմացիա, դա դրե հրապարակել է։
Դաշնակցությունը նույն տարբեր եկեղեցական թեմերի վրա ազդեցություն չգիտենք որն է, Անտիլիասի կաթողիկոսանի վրա ազդեցություն դաշնակցության չգիտենք որն է, իսկ գուցե այդ շշափուկները KGB-ի նաև հասել են Անտիլիաս,